Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք փանքեյք թխվածքաբլիթը, բիսկվիթի նման փափուկ, բարձր ու շատ համեղ։ Այն պատրաստում են տարբեր բաղադրատոմսերով, կաթով, յոգուրտով, կեֆիրով, մենք հայերս նաև պատրաստում ենք մածունով։ Ես ցույց կտամ մածունով տարբերակը։ Նաև ցույց կտամ ինչպես պատրաստել միջուկով, միջուկի համար այսօր վերցրել եմ բանան և ազնվամորի, իսկ ինչպես անել, որ փանքեյքը ներսից լիովին եփվի, իսկ դրսից ոսկեգույն ու գեղեցիկ լինի, բոլոր նրբությունները ցույց կտամ եփվելու ընթացքում։ Անհրաժեշտ բաղադրիչներն են 400 գրամ մածուն, 300 գրամ ալյուր, 2 ձու, 5 ճաշի գթալ շաքարավազ, 5 ճաշի գթալ անհոտ բուսայուղ, 1 թեյի գթալ սոդա, կես թեյի գթալ աղ և վանիլային շաքարավազ, ըստ ցանկության։ Միջուկի համար 1 բանան և 100 գրամ ազնվամորի, կարող է լինել նաև ելակ, հաղարճ, դարչինով մանր կտրատած խնձոր, ինչ որ կնախընտրեք։ Քանի որ ազնվամորին հյութալի է, այն նախապես պետք է լցնենք քամիչի վրա և թողնենք, որ հյութը դուրս տա։ Լավ արդյունքի համար բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Այս բաղադրատոմսում ոչինչ փոխել պետք չի։ Բաղադրիչները վերցրեք նույն չափաբաժիններով և ձեզ մոտ էլ սիրելիներս կստացվի այսպիսի փափուկ լիովին եփված փանքեյքեր։ Մածունի վրա ավելացնում ենք սոդան և դնում մի կողմ, ձվի վրա ավելացնում ենք շաքարավազը և հարում այնքան մինչև փրփրի։ Զանգվածի վրա ավելացնում ենք մածունը, խառնում, ավելացնում ենք ալյուրը, պարտադիր մաղելով 2-3 էտապով։ Ավելացնում ենք աղը և վանիլային շաքարը, որը ինձ մոտ մնացել է կադրից դուրս։ Իսկ վերջում ավելացնում ենք 5 ճաշի գթալ բուսայուղը։ Եվ մինչ կշարունակեք դիտել տեսանյութը, սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, և շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին բաժանորդագրվեցին իմ ալիքին և հավանեցին տեսանյութս։ Սիրելիներս, ստանում ենք այսպիսի խտության խմոր, կարող է թվալ, թե այն շատ խիտ է, բայց ոչ, հենց այս խտությամբ պետք է ստանանք խմորը։ Թողնում ենք խմորը հանգստանա 5 րոպե։ Տապակը ցանկալի է լինի չկպչող ծածկույթով և հաստ հատակով։ Եփում ենք թույլ կրակով, որպեսզի ստանանք դանդաղ բարձրացող, հավասար գույնով և եփված թխվածքաբլիթներ։ Բարձր կրակով եփելիս բլիթները չեն հասցնի եփվել, դրսից կայրվեն և ներսից կմնան հում։ Տապակը թողնում ենք տաքանա և չենք պատում յուղով, դրա կարիքը չկա։ Սկզբում ցույց կտամ ինչպես թխել միջուկով և հետո առանց միջուկի, կան նրբություններ և տարբերություններ թխման մեջ։ Եթե պանկեյքը թխում ենք միջուկով, այն ստացվում է ավելի հաստ, քան դասական տարբերակով։ Մի քանի կարևոր խորհուրդներ, սիրելիներս, մրգի կտորները շատ հաստ կտրատած պետք է չլինեն, որ հասցնեն փափկել։ Խմորը լցնում ենք տապակի վրա, չափը ընտրեք ինքներդ, սիրելիներս, կարող եք մեծ կամ փոքր անել։ Մեջտեղում դնում ենք իմ դեպքում բանանը և միրգը փակելու համար մի փոքր խմորով ծածկում ենք և այն, քանի որ բլիթը ստացվելու է ավելի հաստ, որպեսզի այն լիովին եփվի և ներսում հում շերտ չմնա, պարտադիր փակում ենք կափարիչով։ Փակ կափարիչի տակ գոլորշի է ստեղծվում, ներսում եփվում և բարձրանում է բլիթը։ Համբերատար սպասում ենք, չենք բարձրացնում կրակը, մոտ 1-1.5 րոպե, երբ եզրերը բռնում են և վերևում պղպջակներ են առաջանում, բացում ենք կափարիչը, շրջում ենք և մյուս կողմը առանց կափարիչի եփում ենք ևս 1 րոպե։ Ազնվամորու դեպքում էլ, սիրելիներս, թխում ենք նույն կերպ, նաև շատ համեղ է ստացվում ելակով։ Ազնվամորին ես ունեի սառցախցիկում, հանել էի սառնարանից։ Բլիթները թխելիս, սիրելիներս, մեկընդմեջ տապակը սրբում ենք չոր անձեռոցիկով, որպեսզի այն մաքուր և անյուղ լինի։ Սովորական փանքեյքի համար պարտադիր չէ եփել այն փակ կափարիչով։ Տարբերությունը նրանում է, որ առանց կափարիչի էլ շատ լավ թխվում է այն, և երբ խմորը լցնում ենք բարակ շերտով, մի փոքր տարածում ենք և երբ սկսում է առաջանալ պղպջակները, շրջում ենք, եփում ևս մոտ 1 րոպե և այն լիովին հասցնում է եփվել։ Եվ սիրելիներս, ահա տեսեք, թե ինչքան փափուկ և փքուն բլիթներ են ստացվել լրիվ եփված, թե միջուկով, թե առանց միջուկի։ Այն կարող եք նաև վայելել շոկոլադե պաստաներով կամ ինչպես ես, սալորի և խնձորի համատեղ ջեմով, որը շատ համեղ է։ Դուք էլ անպայման փորձեք, ձեզ մոտ էլ շատ լավ կստացվի։ Իսկ եթե բաղադրատոմսը ձեզ դուր եկավ, լայք դրեք, խնդրում եմ։
պատրաստելուց հետո մեկնաբանությունների բաժնում գրեք, թե ձեզ մոտ ինչպես ստացվեց, սիրով կկարդամ։